Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն են, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չունի արդարացում, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը։ Արցախ, գերիներ ու տնտեսական կապեր, ինչ է փոխվում իշխանության խոսույթում և ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ ձևակերպումները։ Փակ հանդիպում, կարճ այց և արագ որոշում, պատահական է արդյոք ժամանակագրությունը, սահմանազատումից բիզնես շահեր, ինչ կապ կա այս գործընթացների միջև։ Երևանը սպասում է Զելենսկին, ինչ է շահում և ինչ է կորցնում Հայաստանը։ Էրդողանը կգա Երևան, BBC թուրքական ծառայությունն է անդրադարձել Երևանի հրավերին։ Հայաստանյան մոտ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու հարցում քայլեր ձեռնարկելու խնդրանքով բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային։ Խնդրում են քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն։ Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչև օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից։ Համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնել է, որ իրենց համար շատ կարևոր է մեկնել Բաքու և տեսնել հարազատներին, պատմել է նաև ամուսնու հետ վերջին խոսակցության մասին։ Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին։ Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում։ Ընդհակառակը զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը։ Ինչպես էր հնչում ձայնը, հոգնածություն կար։ Չէր փորձում արդյոք ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի։ Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն և մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից։ Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ։ Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիրն է։ Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից։ Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել և որ ամեն ինչ կարգին է։ Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը։ Մեզ համար շատ կարևոր է մեկնել Բաքու և տեսնել մեր հարազատներին, բայց նման ուղևորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից։ Ուղևորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական և միջազգային երաշխիքների ներքո, անվտանգ մուտք, այցելություն, կեցություն և վերադարձ։ Իսկ Բաքուն ոչ միայն չի հարգում մարդու իրավունքների միջազգային նորմերը, այլև ձեռք է բարձրացնում մեր մշակութային ու կրոնական ժառանգության վրա, իր ապօրինի քայլերն էլ արդարացնում է իրավական չգրված նորմերով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ միջազգային կրոնական և իրավապաշտպան կառույցներին կոչ անելով արձագանքել Արցախի հայկական մշակութային ժառանգության շուրջ ստեղծված վիճակին։ Հայտարարությունում խստորեն դատապարտվում է Կովկասի մուսուլմանների վարչության այն ձևակերպումը, որով փորձում են արդարացնել Արցախի տարածքում հայկական հոգևոր կառույցների ոչնչացումը։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները ապօրինի շինություն որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը հողին հավասարեցնել է կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։
Իսկ օրինակ Փաշինյանը Արցախի եկեղեցիների քանդման հարցը դիտարկեց Արցվաշենու մզկիթների օրինակով։ Քաղաքագետներն ասում են, երբ նույն թեմաների շուրջ տարբեր ժամանակահատվածներում հնչում են տարբեր շեշտադրումներ, դա առաջացնում է նոր քննարկումներ, առաջնահերթությունների, մոտեցումների եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Այդ ֆոնին առավել տեսանելի են դառնում նաեւ արտաքին ու ներքին քաղաքականության հատման կետերը, որտեղ յուրաքանչյուր ձևակերպում կարող է ունենալ ավելի լայն ազդեցություն, քան առաջին հայացքից է թվում։ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերն ու փորձագետների վերլուծությունը ռեպորտաժում։ Վերադարձ Արցախ չի լինի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հայերի վերադարձը իրենց բնակավայրեր չի դիտարկում։ Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց։ Ոչ հեռավոր 2024 թվականին, երբ Մյունխենի հայերից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ պլաններ ունի Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի հետ, ինտեգրելու թե հետ տանելու իրենց հայրենիք, որտեղ իրենք կարող են ապրել, Փաշինյանը բոլորովին այլ պատասխան ուներ։ Մեր տեսլականը հետեւյալն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական ցանկություն կամ հնարավորություն չունենան, այսինքն ավելի ճիշտ ցանկություն կունենան, բայց պայմանների հետ կապված իրանց ընկալումը չլինի դրական, մեր քաղաքականությունն ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու միջազգային ատյաններում պետությունը չի բարձրաձայնում Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների վերացման փաստի մասին։ Փոխարենը Փաշինյանը Արցվաշենի մասին խոսեց։ Ասաց, պետք է պատկերացնել մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության ներքո եւ այնտեղ պարզվում է, որ օրինակ 2016 թվականին մզկիթ է կառուցվել։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը սակայն հիշեցնում է, հայկական կողմի վարքագիծը ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ սկզբունքորեն տարբեր է եղել։ Բոլոր այն մզկիթները, որոնք Արցախի տարածքում կան, Շուշիում հատկապես, դրանք ոչ միայն չվնասվեց, այլ հակառակը Շուշիի մզկիթները Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությունների ֆինանսական օժանդակությամբ վերականգնվեցին։ Ավանեսովը հավելում է, որ մինչև վերականգնողական աշխատանքների մեկնարկը իրականացվել են մանրակրկիտ հետազոտություններ, տարբեր մասնագետներ ուսումնասիրել են տարածքը, իսկ աշխատանքներին ներգրավվել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաև արտերկրից։ Նրա խոսքով նպատակ են ունեցել, որ որևէ դետալ չխաթարվի եւ պահպանվի կառույցների պատմական արժեքը։ Տնտեսական մերձեցման մասին խոսելով Փաշինյանը հիշեցրեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում եւ դա ըստ նրա տրամաբանական է։ Նա համոզված է, առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։ Միջև հիմա նախորդող շրջանում գործարար համայնքները ապրանքների ցանկեր փոխանակել են կառավարության միջոցով։ Այսինքն երկու կառավարությունների միջոցով։ Հիմա քանի որ արդեն ակտիվանում է այդ հոսքերի, այդ ցուցակների փոխանակումը եւ արդեն կառավարությունը այդ գործառույթը անելու, այսինքն պատեհություն չունի եւ խնդիրն է նա, որ հետաքրքրված գործարարներին, ովքեր ցուցակները փոխանցել են, մենք կազմակերպում ենք, ասում ենք, սրանից հետո արդեն աշխատեք իրար հետ։ Ինչ վերաբերում է գերիներին, Նիկոլ Փաշինյանը պնդում է, Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել ու ըստ նրա դիտարկմամբ ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է տեղի ունենում այս գործընթացը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ քաղաքական գիտության կամ ժողովրդավարական պետությունների պրակտիկայում գերիների վերադարձի եւ ընտրական գործընթացների միջև որևէ օրինաչափություն գոյություն չունի։
Նրա խոսքով նման պնդումը ենթադրում է, թե Ադրբեջանը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին, մասնավորապես ընտրական գործընթացների վրա, ինչը նա համարում է անհիմն մոտեցում։ Եթե հիպոթետիկ ընդունենք, որ Ադրբեջանը միտումնավոր որոշակի տրամաբանության մեջ ընտրությունների նախորդին, ինչպես պնդում է Հայաստանի վարչապետը, գերիներ է վերադարձնում, սա ինքնին խոսում է այն մասին, որ այստեղ Ադրբեջանը ունի հետաքրքրվածություն։ Հետևաբար այդպիսի օրինաչափություն ուղղակի լինել չի կարող։ Առավել եւս չեմ հասկանում, թե ժողովրդավարական պետության ժողովրդավարական մոդելը ինչ կապ ունի գերիների վերադարձին ընտրություններից առաջ։ Իսկ վերջում Հայաստանում գուցե քաղաքական կրքեր բորբոքվեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գալու է Հայաստան։ Փաշինյանը հայտարարել է, որ եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այդ թվում Ուկրաինայի նախագահին, սպասում են Երևանում։ Ռուսաստանում հրաշալի գիտեն, թե Հայաստանի իշխանությունները ինչ քաղաքականություն են վարում, օրինակ, ամենապարզ օրինակը Հայաստանի իշխանությունները ներքին դիսկուրսում պարբերաբար տարածում են թեզը, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Այս հայտարարությունը քաղաքագետի գնահատման պարտենից արտահայտում է հարաբերությունների բավական կոշտ ֆոնը։ Միևնույն ժամանակ վերլուծաբանը չի բացառում, որ կարող են հնչել հայտարարություններ, որոնք նախկինի համեմատ ավելի մեղմ կլինեն, նկատելով, որ Ռուսաստանը վերջին շրջանում փորձում է որոշակիորեն վերանայել իր մոտեցումները։ Փակ հանդիպում, կարճ այց եւ արագ որոշում։ Շահին Մուստաֆայևը Հայաստանում էր։ Այցի մասին կառավարությունը նախապես ոչինչ չէր հայտարարել, ասում են անվտանգության նկատառումներից ելնելով։ Ինչ հայտարարվեց հրապարակային եւ ինչ մնաց կուլիսներում, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևն ադրբեջանական ինքնաթիռով եկավ, մոտ 8 ժամ մնաց Հայաստանում ու գնաց ադրբեջանական ինքնաթիռով։ Մի շարք հարցեր առաջացան. ինչու Մուստաֆայևը գաղտնի եկավ, ինչ քննարկեցին հանդիպմանը, ովքեր էին մասնակցում։ Արտգործնախարարությունը Մուստաֆայևի ինքնաթիռի ուղևորվելուն զուգահեռ հաղորդագրություն է տարածել։ Աղվերանում կայացած հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի 13-րդ հանդիպմանը համաձայնեցրել են սահմանազատման գործընթացի կազմակերպման, քարտեզագրման եւ փաստաթղթավորման ուղեցույցների նախագծերը։ Ինչու հենց այս փուլում հանդիպեցին Մուստաֆայևն ու Գրիգորյանը։ Սկզբունքորեն դա կարող է ազդանշան լինել, որ սահմանազատման գործընթացը շարունակվում է։ Կարելի է նաև պատկերացնել, որ ինչ որ մի քանի կիլոմետր, օրինակ 1-ից 5 կիլոմետր հատված ինչ որ կերպ սահմանազատվում է։ Եվ իհարկե դա չի կարող չկրել նախընտրական բնույթ, որովհետև այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, այս կամ այն կերպ կապված է հունիսի սկզբին սպասվող ընտրության հետ։ Քաղտեխնոլոգ Հակոբ Բադալյանի խոսքով այս մակարդակով այցի ժամկետը հատուկ են ընտրել։ Եթե այն սկսվեր հանձնաժողովների ստեղծումից ի վեր, այսինքն մոտ 2 տարի առաջ, ապա այս ընթացքում Հայաստանը պետք է կայացներ որոշումներ, որոնք կվնասեին գործող իշխանության վարկանիշը։ Արդյոք այդ process-ը չի հետաձգվում եւ չի թողնվում նախընտրական այս իրավիճակից հետո, քանի որ նախընտրական ժամանակաշրջանում սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելը կարող էր խնդիր լինել Հայաստանի իշխանության համար, որովհետեւ ենթադրվում են ոչ պոպուլյար որոշումներ, Հայաստանի համար ոչ պոպուլյար եւ Հայաստանի շահերը չարտահայտող որոշումներ։ Մինչդեռ Արմեն Պետրոսյանը կարծում է, սահմանազատման եւ սահմանագծման շարունակականությունը ցույց տալու մասին է հանդիպումը։ Ի դեպ, սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ վերջերս ակտիվացել էր իշխանական խոսույթը։ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, սահմանազատման գործընթացն առաջիկայում կշարունակվի եւ ավարտին կհասցվի տրամաբանական ժամկետներում։ Իսկ Մհեր Գրիգորյանը Սյունիքում աշխատանքներ կատարելու մասին էր խոսել։ Սա շատ արագ անել անհնար է։ Տեսականորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը նշանակում է, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքից, որտեղ նրանք այժմ կառուցում են ճանապարհներ, կառույցներ, ռազմական օբյեկտներ եւ այլն։ Այսպիսով դա պատկերացնելը դժվար է։ Ադրբեջանի Հայաստանի սուվերեն տարածքից դուրս գալու մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց Աղվերանում, փակ հանդիպման դռների հետևում չենք կարող ասել։ Բայց մի բան հստակ հայտարարել է արտգործնախարարությունը։ Մուստաֆայևի եւ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ մի շարք գործարարների հետ հանդիպում է եղել։
Մեր տեսախցիկը նախկին падգամավոր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան է ֆիքսել։ Ըստ 24 News-ի, Շարասյան մեջ էր նաև ԿՊԱ-կան падգամավոր Գործարար Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան, որը տնօրինում է Mega Trade SPԸ-ն։ Բայց ադրբեջանցիների հետ հանդիպմանը մասնակցել է ոչ թե Խաչատուր Սուքասյանը, այլ Ran Oil ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը, որը կապ ունի Սուքասյանի հետ։ Թե հնարավոր ինչ հարցեր են քննարկել, Արմեն Պետրոսյանն է պատասխանում։ Մենք շաքարավազի վրա կենտրոնացանք, բայց չի բացառում հաշվի առնելով Սամվել Ալեքսանյանի բիզնեսի բազմազանությունը, նաև տեքստիլ ոլորտում եւ համագործակցության կամ առևտրի ծառայություն լինի։ Դե Րանոյի բարագայում արտեսակացնեք, որտեղ գործող համագործակցություն կա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը անհավասար էր, նշում է Պետրոսյանը։ Այդ մասին նաև թվերն են հուշում։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանցիների հետ հանդիպումից մեկ օր անց կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Meat Food ընկերությանը։ Իդեպ Սամվել Ալեքսանյանը բացի ադրբեջանցիների հետ հանդիպումից հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընտրությունից մեկ ամիս առաջ ինչ նպատակ ունի այս որոշումը, հաշվի առնելով, որ խոշոր գործատուները կարող են մեծ ազդեցություն ունենալ ընտրողների քվեարկության վրա։ Ես կարծեմ իշխանությունը նաև այլ կոնտակտներ ունի ֆորմալ եւ ոչ ֆորմալ այդ շրջանակների հետ եւ այդ հարցերը քննարկվում են իհարկե ներքին ձևաչափով։ Իցուք ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցություն է գործարարների, ես կարծեմ պայմանավորված է պարզապես Ադրբեջանի հետ այդ առևտրային քաղաքական համաձայնությունների իրականացման ընթացքով։ Սահմաններից, տնտեսությունից խոսեցին ադրբեջանցի պատվիրակների հետ։ Փաշինյանը պատմական որակեց հանդիպումը։ Համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Իսկ Մուստաֆաևի հետ պատմական այցի ժամանակ գերիների վերադարձից խոսեցին, հատկապես այն ֆոնին, որ օրեր առաջ Ռուբեն Վարդանյանին եւ մի շարք այլ գերիների տեղափոխել են հատուկ բանտ Ղարադաղի շրջանում։ Ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն նրանք չկան։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Զուգահեռ Երևանը պատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Հայաստան կգա Էմանուել Մակրոնը, կհանդիպի Վահագն Խաչատուրյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Փաշինյանն ու Մակրոնը հանդես կգան ասուլիսով։ Կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղի կունենա նաեւ նախագահի հետ հանդիպումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նույնպես հրավեր է ստացել Երևանից մասնակցելու գագաթնաժողովին։ Երևանյան հանդիպման Էրդողանի մասնակցության վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա։ ԵՄ պաշտոնյաներից մեկը BBC-ի թուրքական ծառայության հետ զրույցում ասել է, որ դեռևս վաղ է ասել կմասնակցի արդյոք Էրդողանը։ Մասնակիցների վերջնական ցանկը դեռ չի հաստատվել եւ առաջիկա օրերին ամեն ինչ կհստակեցվի։ Հանդիպմանը կարող են մասնակցել միայն պետությունների կառավարությունների ղեկավարները։ Նախարարների կամ ավելի ցածր մակարդակով ներկայացվածություն չի թույլատրվում։ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում են նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Երբ նման այց է տեղի է ունենում բազմակողմ հարթակի շրջանակում, ըստ քաղաքագետների կարող է միաժամանակ ազդեցություն թողնել մի քանի ուղղությամբ՝ քաղաքական, անվտանգային եւ տնտեսական։ Ինչպես են վերլուծում փորձագետները Զելենսկիի հնարավոր այցը Հայաստան, Սեդա Կիրեղյանի ռեպորտաժում։ Զելենսկիին սպասում ենք Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Զելենսկին սովորաբար հայտնվում է այնտեղ, որտեղ հակառուսական տրամադրություններ են շրջանառվում։ Հայաստան այցի դեպքում այդ հարթակը կլինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ուկրաինայի այս ակտիվությունը ըստ փորձագետների միայն դիվանագիտության մասին չէ։ Եթե Զելենսկին որոշի գալ Հայաստան, սա նաև կլինի Ռուսաստանին ուղերձ, որ Ռուսաստանը այլևս չի տիրապետում իր նախկին, ասենք, ազդեցության գոտիներին եւ որ Զելենսկին այլ գոտիների ցանկալի առանց է։ Որքան էլ տարօրինակ թվա, Զելենսկիի հնարավոր այցից մեծապես Նիկոլ Փաշինյանն է դուժելու, ընդդում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Վտանգը մեծ է, որ Զելենսկին Հայաստանում կդառնա գլխավոր դերակատարը։ Նա իր պատերազմով ու իր կերպարով Եվրոպայի համար ավելի հետաքրքիր օբյեկտ է լինելու, ում շուրջ էլ պտտվելու է գագաթնաժողովը, բայց սա միակ վտանգը չէ։ Զելենսկին Երևանում նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։ Զելենսկին Երևանում նշանակում է իր հայտարարություններով անթակույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն 3 պետությունների մոտ՝ Իրան, Վրաստան, նույնիսկ Թուրքիա։ Այստեղ հատկապես ուշագրավ է Վրաստանի գործոնը։ Թբիլիսին չի ողջունում Զելենսկիի քաղաքականությունը, նաև փորձում է բալանս պահպանել տարածաշրջանային ազդեցության կենտրոնների Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։ Զելենսկիի այցը Հայաստան կարող է նվազեցնել այդ բալանսի հնարավորությունները։ Բացական վերաբերմունք կարող է ունենալ նաև հաշվի առնելով, որ Ուկրաինայի եւ Վրաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի են սարքում։ Եվ այդ առումով Վրաստանը բացական դիտարկի է այցը։ Պնդումը, թե Հայաստանը մայիսյան գագաթնաժողովի օրերին կդառնա հակառուսականության էպիկենտրոն, միանշանակ իր գինն է ունենալու, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում, պնդում են զրուցակիցներս։ Որտեղ Զելենսկին տանում են, դա ապտակա Ռուսաստանի քաղաքական առումով։ Այդ ապտակ ուզում են Հայաստանում հասցնել, որ Հայաստանին Ադրբեջանի հետ օգնել ավելի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռիսկերն առաջին հերթին տնտեսական են լինելու, մանր ճնշումներ, Լարսի հետ կապված խնդիրներ, ապրանքների սահմանափակում, որոնց ականատես եղանք նաև այսօր։ Հերթական 1.1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը կասեցվեց Ռուսաստանում, բայց եվրոպական համայնքին Հայաստանի կրած տնտեսական վնասը մեծ հաշվով չի հետաքրքրում, ասում է Դանիելյանը։ Վերլուծաբանների մի մասն էլ կարծում է Մոսկվան այս փուլում կտրուկ քայլերի չի գնա։ Ռուսաստանից առանձնակ այսպես ասենք, հակազդեցություն դժվար թե կարելի է սպասել, հատկապես որ Ռուսաստանի համար թե միջոցառման փաստը Հայաստանում, Հայաստանի իշխանությունների վարկագիծը բացարձակապես նորություն չեն եւ Ռուսաստանում կարծում եմ պատրաստվում են ոչ թե կարճաժամկետ ռեակտիվ արձագանքների, այլ երկարաժամկետ ռազմավարություն են փորձելու մշակել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այդուհանդերձ, նույնիսկ առանց կտրուկ արձագանքի այցը կարող է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Առաջանում է մի հարց. արդյոք Զելենսկիի այցի ֆոնին Հայաստանը չի դառնա քաղաքական փորձարկման գոտի մեծ խաղացողների հակասությունների կենտրոնում։ Սետա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Զուգահեռ ընթանում են ընտրական պրոցեսներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել։ Ազգային ժողովրդական բևեռ, Հայ ազգային կոնգրես, Հանրապետություն, բոլորին դեմ եմ, Ալյանս, Դեմոկրատիա, օրենք կարգապահություն, Ուժեղ Հայաստան, Հանուն Հանրապետության կուսակցություններին հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել խնդիրները շտկելու համար։ Իսկ եթե խորհրդարանի ընտրությունը տեղի ունենա հաջորդ կիրակի, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին քաղաքացիները, Գելափը հրապարակել է հարցման արդյունքները։ Եվ այսպես, ում կընտրեն քաղաքացիները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 26.6%, Ուժեղ Հայաստան դաշինք 14.1%, Հայաստան կուսակցությունների դաշինք 8.2%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 7.9%։ Հարցման արդյունքի համաձայն քաղաքացիների մոտ 45%-ը պատրաստ է դուրս գալ փողոց, եթե արդար չանցնի առաջիկա ընտրությունը։ Իսկ Հայաստանում քաղաքական վիճակի մասին հարցվածների 16.5%-ը կարծում է, որ լիովին հանգիստ է, 24.8%-ը ավելի շուտ հանգիստ, 26.3%-ը լարված, 26.7%-ը շատ լարված։ Իսկ դեպի որ երկիր կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի Հանրապետության ինտեգրման վեկտորը։ Նայենք հարցման արդյունքին։ 59.9% հավասար հարաբերությունների ազդեցության կենտրոնների հետ, 17.6% Ռուսաստանի Դաշնություն, 12.4% ԵՄ, 5.1% ԱՄՆ, 3.3% այլ։ Մեկ այլ վիճակագրություն էլ է հրապարակվել։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության նոր վարկանիշային աղյուսակի համաձայն մամուլի ազատության վիճակն աշխարհում գնահատվում է որպես խնդրահարույց կամ ավելի վատ աշխարհի երկրների մոտ 75%-ում։ Այս վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը 180 երկրների շարքում 67.2 ընդհանուր միավորով, կտրուկ վատթարացնելով իր դիրքերը։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը 73.96 միավորով։
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Իրանը պետք է նստի բանակցության սեղանի շուրջ, չպետք է շարունակի պատանդ պահել ամբողջ տարածաշրջանը եւ ի վերջո ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմամիջուկային ծրագիրը պետք է դադարեցվի, հայտարարել է կանցլերը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի սադրանքներից։ Մոջթաբա Խամենեին ուղերձը հղել Իրանի գերագույն առաջնորդ հայտարարել է, որ Պարսից ծոցը եւ Հորմուզի նեղուցը Թեհրանը պլանավորում է հետագայում եւս վերահսկել։ Նա հավելել է, որ Իրանը մտադիր է ապահովել անվտանգությունը առանց ամերիկյան ներկայության։ Աստծո կամքով եւ զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի, փոխարենը նվիրված իր ժողովուրդների առաջընթացին, հարմարավետությանը եւ բարգավաճմանը, ասել է Խամենեին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը առավոտյան ժամը 9-ին է, մինչև վաղը, բարի գիշեր։